20-րդ դարասկզբին Կովկասում բախվեցին կայսրական շահերը, մշակութային ավանդույթներն ու նոր գաղափարները։ Հեղափոխական գաղափարները գրավում էին երիտասարդներին, որոնց թվում էր նաև նա, հայ ընտանիքի որդին, ով կարող էր դառնալ Մանթաշյանցի Փեսան և Լենինի հնարավոր իրավահաջորդը։ Ով էր այն մարդը, ում անունով կոչել են քաղաքներ, փողոցներ և դպրոցներ, Խաղաղ օվկիանոսից մինչև Իրանի սահման։ Ով էր այն մարդը, որի մահն առեղծված է, իսկ գերեզմանը՝ անհայտ։ Մտավորական, հեղափոխական և հայ։ Ստեփան Շահումյան։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կանադառնանք վերջին 100-ամյակի ամենահակասական հայ անհատներից մեկին՝ Ստեփան Շահումյանին, երդվյալ կոմունիստ, ինտերնացիոնալիստ, դաշնակցության թշնամի, թե հայրենասեր։ Եվ ամենակարևորը, եթե չլիներ նրա վաղաժամ մահը, արդյոք նա կկարողանար օգնել զորավար Անդրանիկին և ձևավորել ամբողջությամբ նոր Հայաստան։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Ստեփան Շահումյանը ծնվել է 1878 թվականի հոկտեմբերի 13-ին Թիֆլիսում, այնտեղ, որտեղ շուկաների եռուզեռն ու մտավորականների մտքերը միախառնվում էին, իսկ պաշտոնյաների շքեղ թաղամասերի հարևանությամբ հայկական հավլաբարն էր։ Նա աղքատ ընտանիքից էր, հայրը գործակատար էր, մայրը տնային տնտեսուհի։ Թեպետ նրանց կենցաղը բավականին համեստ էր, այնուամենայնիվ նրանք ունեին բարձրագույն վերաբերմունք առկրթություն։ Ի դեպ, ինչը մշտապես բնորոշ է եղել հայ ընտանիքներին։ Պատանեկության տարիներին նա աչքի էր ընկնում պայծառ մտքով և հստակ դատողությամբ։ Նրան բնութագրում էին որպես կենսուրախ, տպավորիչ ու հմայիչ տղա, որի շուրջ մարդիկ ինքնաբերաբար համախմբվում էին։ Դեռ մանկությունից նրան բնորոշ էին հատկանիշներ, որը հետագայում աղքատ ընտանիքից այս համեստ տղային դարձրեց այն առաջնորդը, որի հետևից պիտի գնար ողջ Կովկասը։ Շահումյանի կրթությունը սկսել է փոքր ընտանեկան խմբում։ Տղան ծանոթացել է գրականությանը, երաժշտությանը, հայոց և ռուսերեն այբուբեններին։ Ավելի ուշ հաճախել է Օրբելյանի նախապատրաստական դպրոց, ապա քաղաքային քոլեջ, որտեղ ընկերացել է մարդկանց հետ, որոնց հետ ընկերությունը շարունակել է իր ողջ կյանքի ընթացքում։ 1889 թվականին Շահումյանն ընդունվել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանի նախապատրաստական դասարան։ Չնայած իրենց ծանր ֆինանսական դրությանը, Ստեփան Շահումյանի ծնողները քաջ գիտակցելով կրթության արժեքը, փորձում էին անել ամեն բան, որպեսզի իրենց տաղանդավոր որդին կարողանա կրթություն ստանալ։ Հայ վաճառական խիտառովը անսպասելիորեն օգնության ձեռք է մեկնում, շնորհակալ լինելով տաղանդավոր Շահումյանին, որն օգնել էր իր որդուն։ Նա վճարում է Ստեփանի ուսման վարձը։ Սակայն խիտառովի օգնությունը կարճատև եղավ։ Երբ վաճառականի որդին տապալեց քննությունները, խիտառովը պահանջեց, որ Շահումյանն էլ մնա նույն կուրսում։ Երիտասարդի վճռական բնավորությունը արտահայտվեց հենց այդ ժամանակվանից։ Նա հրաժարվեց տարին կորսներ ուրիշի վատ առաջադիմության պատճառով։ Աջակցությունը դադարեցվեց և ընտանիքը հայտնվեց ծանր դրության մեջ։ Միայն ուսուցիչների միջամտության շնորհիվ երիտասարդ Ստեփանն ազատվեց ուսման վճարից։ Սա նրա կյանքում դարձավ շրջադարձային փուլ։ Այս դեպքը յուրատեսակ վկայություն էր նրա բացառիկ գիտելիքների և աշխատասիրության։ Ստեփանը մեծ նվիրումով էր սովորում։ Նա շատ էր կարդում ռուս դասականներ, հայ հեղինակներ, ինչպես նաև Վիկտոր Հյուգո, Էմիլ Զոլա, Մոպասան, Շիլեր և Սենկևիչ։ Գրականությունը նրա համար դարձավ գիրք, իսկ Թումանյանի պոեզիան և Խաչատուր Աբովյանի վերք Հայաստանին անկեղծ հիացմունքի առարկա։ Նա նաև ուներ լեզվական բացառիկ ունակություններ։ Նա տիրապետում էր ռուսերենին, հայերենին, վրացերենին, ավելի ուշ ադրբեջաներենին, ապա գերմաներենին։ 1895 թվականի ամառը Թիֆլիսեցի հայ երիտասարդի համար նշանավորվեց կարևոր իրադարձությամբ։ Նա առաջին անգամ տեսավ Հայաստանը։ Ոչ թե հայկական Թիֆլիսը, որ փոքրիկ Հայաստան էր հիշեցնում, այլ հենց Հայաստանը, իր նախնիների հայրենիքը։ Ծանոթությունը հայկական գյուղական կյանքին և Ալավերդու հանքերի աշխատողների հետ շփումը խորը ազդեցություն ունեցան Շահումյանի վրա։ Նա ականատես եղավ ծանր իրականությանը,
Այն է ավանդական կենսակերպի վերացմանը և ժողովրդի կողմից իրականացվող ծանր աշխատանքին։ Հենց այդ ժամանակ, շփվելով գյուղացիների հետ և հանդիպելով մշակութային գործիչներին, այդ թվում նաև Հովհաննես Թումանյանին, նա սկսեց ձևավորվել որպես հասարակական գործիչ և մտածող։ Այդ ժամանակաշրջանի իր նամակներում Շահումյանը ներկայանում է որպես խիստ հավակնոտ, նոր գիտելիքների անհագ ցանկություն ունեցող և հստակ գործողությունների միտված երիտասարդ։ Նա քննադատում է կրոնը, ուսումնարանում տիրող զինվորական ոգին և խորը վրդովմունք հայտնում ցարական բռնաճնշումների նկատմամբ։ Նրան հատկապես խորապես ցնցել էր քաղաքական բանտարկյալների տեղափոխումը և Գորիում երկու գյուղացիների մահապատժի ենթարկելու տեսարանը։ Այդ դրվագները խոր հետք թողեցին նրա վրա իր ողջ կյանքի ընթացքում։ Ի վերջո այդ ժամանակաշրջանում Կովկասը յուրատեսակ աքսորավայր էր քաղաքական բանտարկյալների համար։ Այս ամենով հանդերձ ժամանակի ոգին այնպիսին էր, որ ակնհայտ զգացվում էր, որ տարածաշրջանը խորքային փոփոխությունների փուլ է մտնում։ Շահումյանի հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ գիտակցված ուղղվածություն է ստանում բարձր դասարաններում։ 1895 թվականի աշնանը նրա նախաձեռնությամբ ուսումնարանում ստեղծվում է գաղտնի ուսանողական խմբակ «Ծիածան» անվամբ, որը հրատարակում էր ընդհատակյա ամսագիր։ Քաղաքում տարածվում էին մարքսիստական գաղափարները, ակտիվ գործում էին սոցիալ-դեմոկրատական խմբերը, իսկ Շահումյանն արդեն ակտիվորեն շփվում էր նրանց ներկայացուցիչների հետ։ Երիտասարդի հայացքները արագ էին հասունանում։ Քեթևան Տեր-Գրիգորյանին ուղղված իր նամակներում, դա այն աղջիկն էր, ում հետ Շահումյանը ծանոթացել էր Ալավերդի կատարած ուղևորության ժամանակ և սիրահարվել։ Նա խորհում է հասարակական կարգի անարդարության, գիտակցված գործողությունների անհրաժեշտության և ժողովրդի հանդեպ պարտքի մասին։ Նրա խոսքերը արդեն արտահայտում էին ապագա հեղափոխականի ողջ էությունը։ Մեկը կյանքի երջանկությունը տեսնում է աշխատելու և նույնիսկ կյանքը հանուն մարդկանց տալու մեջ, մինչդեռ մյուսը նրանց թալանելու և նրանց արյունը խմելու մեջ։ 1898 թվականի հունիսին տեղի ունեցավ Թիֆլիսի ռեալական ուսումնարանի ավարտական արարողությունը։ Հենց այստեղ վառ արտահայտվեց Շահումյանի բնավորությունը։ Երբ իր առջև նստած մորը ստիպեցին իր տեղը զիջել մի հարուստ կնոջ, Ստեփանը վճռականորեն հակադրվեց, իսկ ատեստատը վերցնելիս նա ցուցադրաբար հրաժարվեց համբուրել քահանայի ձեռքը, բացահայտ մարտահրավեր նետելով եկեղեցական ու ուսումնական կարգին։ Քոլեջն ավարտելուց հետո Շահումյանը երազում էր ընդունվել Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ, ինչը սակայն անհնար էր թվում աղքատ ընտանիքից սերող երիտասարդի համար։ Սակայն այս վճռական պահին նրա կյանքում հայտնվեց մեր թողարկումներից մեկի հերոսը՝ Մանթաշյանցը։ Այդ ժամանակ Մանթաշյանցը կրթաթոշակներ էր հատկացնում տաղանդավոր հայ երիտասարդներին երկրի լավագույն համալսարաններում և նույնիսկ արտերկրում սովորելու համար։ Այդ տաղանդավոր երիտասարդների թվում էր նաև Շահումյանը, որի խարիզման և նպատակասլացությունը գրավեցին նավթարդյունաբերողի ուշադրությունը, ով նրան առաջարկեց դառնալ իր որդու ուսուցիչը։ Շահումյանը համաձայնեց, և երիտասարդները մեկնեցին կայսրական մայրաքաղաք սովորելու։ Սակայն ամենահարուստ հայի որդին սանձարձակ էր և սովորել անկարող, ով նաև հսկայական պարտքերի մեջ հայտնվեց, մինչդեռ Շահումյանն իր ամբողջ ժամանակը նվիրեց ուսմանը և գերազանց առաջադիմություն ցուցաբերեց։ Երկու տարբեր հետաքրքրություններ և նպատակներ ունեցող երիտասարդների հարաբերությունները չստացվեցին, մինչդեռ Շահումյանի ճակատագիրը Թիֆլիսում կարող էր բոլորովին այլ կերպ դասավորվել։ Մանթաշյանցի դուստրը սիրահարվել էր բարետես և տաղանդաշատ Շահումյանին, և Մանթաշյանցը ինքը նկատելով դա նույնիսկ առաջարկեց ամուսնանալ, խելացի երիտասարդի մեջ տեսնելով իր գործունեության ապագա վստահելի հենարանին, ինչը նա չէր տեսնում իր որդիների մեջ։ Սա բացառիկ դեպք էր։ Ժամանակի ամենահարուստ ձեռներեցը ինքն էր նախաձեռնում նման միություն։ Բայց այստեղ կրկին ի հայտ է գալիս Շահումյանի սկզբունքայնությունը։ Նա հավատարիմ է մնում իր սիրելի Քեթևանին և հրաժարվում ամուսնանալ Մանթաշյանցի դստեր հետ։ Պատկերացրեք ինչ կլիներ, եթե Շահումյանը դառնար ոչ թե երդվյալ կոմունիստ, այլ ականավոր կապիտալիստ և իր ողջ էներգիան ներդներ Կովկասում հայ ազգի ֆինանսական արքայի գործերը շարունակելուն։ Ով իմանա։
Նա լքեց Պետերբուրգը եւ ընդունվեց Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտ, որը շատ ավելի մատչելի էր եւ ինչպես շուտով պարզվեց, շատ ավելի հեղափոխական տրամադրություններով։ Սակայն շուտով ուսանողական անհնազանդություններ սկսեցին։ Ինստիտուտը ժամանակավորապես փակվեց եւ 1899 թվականին երիտասարդը ընտրության առաջ կանգնեց՝ շարունակել պայքարը, թե վերադառնալ տուն։ Այդ ժամանակ նրա ընտանիքը ծանր փորձությունների միջով էր անցնում։ Ստեփանի հայրը ձերբակալվում է խանութի սեփականատիրոջ հետ կոնֆլիկտից հետո։ Շահումյանը վերադառնում է Թիֆլիս, որտեղ շուտով դառնում է Նովոյե Օբոզրենիե թերթի սրբագրողը եւ տալիս մասնավոր դասեր, որի շնորհիվ կարողանում է օգնել իր ընտանիքին, միաժամանակ շարունակելով ինքնակրթությունը։ Շահումյանը շուտով կարողանում է վերադառնալ Ռիգա, որտեղ շարունակում է ուսումը։ Ռիգայում անցկացրած ժամանակաշրջանը դարձավ նրա հոգևոր, քաղաքական եւ անձնական զարգացման ամենաակտիվ փուլերից մեկը։ Հենց այստեղ Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում նա ձեռք է բերում ընդհատակյա հեղափոխական աշխատանքի իր առաջին լուրջ հմտությունները եւ վերջնականապես ձևավորվում որպես նվիրված կոմունիստ։ Աստիճանաբար նրա կապերը հեղափոխական միջավայրի հետ ամրապնդվում են, ինչպես իր, այնպես էլ Եվրոպայի հազարավոր հավակնոտ երիտասարդների համար հեղափոխությունը այլընտրանք էր արատավոր պետական կարգերի, անարդարությունների եւ հիերարխիկ արիստոկրատիայի փոխարեն, որը սովորական մարդկանց զրկում էր հավասար հնարավորություններից։ Այն հնարավորություն էր ոչ ազնվական ծագում ունեցողների համար կյանքում ինչ-որ բանի հասնելու։ Սկսած դեռևս 1898 թվականից Շահումյանը կապեր էր հաստատել Թիֆլիսի եւ Պետերբուրգի մարքսիստական խմբերի հետ։ Սակայն հենց Ռիգայում նա դարձավ կոմունիստական կուսակցության լիիրավ անդամ, համարելով այն շարքերը, որոնք մոտ 20 տարի անց կլինեն իշխանության։ Ընդհատակյա գործունեությունը պահանջում էր կարգապահություն, զգուշավորություն եւ անձնազոհություն։ Շահումյանը շատ արագ ձեռք բերեց հուսալի ընկերոջ եւ հմուտ քարոզչի ամբավ։ «1899 թվականի հունիսին բաժանման եւ պայքարի դժվարին շրջանից հետո Ստեփանն ամուսնացավ Քեթևան Տեր-Գրիգորյանի հետ, այն աղջկա հետ, որին նա սիրում էր դեռ երիտասարդ տարիներից։ Քեթևանի Ռիգա ժամանելը նրա համար եւ աջակցություն էր եւ ամուր հենարան։ Նրանց փոքրիկ սենյակը դարձավ ուսանողական եւ հեղափոխական երիտասարդության հանդիպման յուրօրինակ վայր։ Թիֆլիսում եւ Պետերբուրգում ձեռք բերված փորձը թույլ տվեց Շահումյանին վստահորեն իրականացնել կազմակերպչական աշխատանքներ։ 1899 թվականին իր հայրենի Քեթևանում, որը հետագայում վերանվանվեց Ստեփանավան, նա հիմնադրեց Հայաստանում առաջին մարքսիստական սոցիալ-դեմոկրատական խմբակը։ Ռիգայում նա կազմակերպեց մեկ այլ մարքսիստական խմբակ՝ Տեսաբան անունով։ Հարկ է նշել, որ կոմունիզմի գաղափարներով տոգորված Շահումյանը դեմ էր ազգայնական դրսևորումներին։ Մասնավորապես նա քննադատում էր Սևան հայ ուսանողական միության գործունեությունը, որը նրա կարծիքով տարածում էր ազգայնական գաղափարներ, որոնք կարող էին ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ։ Նույն այդ տարիներին ուսանողական ցույցերի ալիք բարձրացավ ողջ Ռուսաստանում։ Ռիգան բացառություն չէր։ 1901 թվականի նոյեմբերի 24-ին Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում տեղի ունեցավ մեծ հանրահավաք, որին մասնակցում էր մոտ 500 մարդ։ Այն ավարտվեց ոստիկանության հետ բախումներով։ Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ եւս մեկ ցույց ուղղված ինստիտուտի ղեկավարության դեմ։ 1902 թվականի սկզբին շարժումը թափ ստացավ եւ ստեղծվեց 35 հոգուց բաղկացած կոմիտե, որոնց թվում էր նաեւ Շահումյանը։ Նրա ուսանողներին գրած կոչը արդեն արտացոլում էր ապագա առաջնորդի հասուն քաղաքական ձիրքը։ Մենք Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներս գործելու ենք ոչ միայն որպես ուսանողներ, այլ որպես ստրկացված երկրի քաղաքացիներ։ Մենք կոչ ենք անում ձեզ մասնակցել նոր պայքարին, չխնայելով ոչ մի ջանք։ Իշխանությունների արձագանքը ճուշացավ։ Ինստիտուտը փակվեց 2 ամսով, իսկ ուսանողական ապստամբությունների առաջնորդները հեռացվեցին։ Շահումյանի անունը ապստամբների պաշտոնական ցուցակում առաջիններից էր։ Հրամանում նշված էր. ուսանողը հեռացված է 1902 թվականի մարտի 2-ից։ Նրան արգելվում է մուտք գործել ինստիտուտ, իսկ փաստաթղթերը կհանձնվեն ոստիկանության միջոցով։ Զուգահեռ ծանոթում է ուղարկվում նաև նրա մորը։ Ռիգայի ոստիկանությունը հրամայում է Ստեփանին արտաքսել իր մշտական բնակության վայր։
Այսպիսով կատարվեց այն, ինչի մասին ավելի վաղ նա գրել էր Քեթևանին։ Նրան վիճակված չէր ստանալ բարձրագույն կրթություն ռուսական կայսրությունում և խուսափել բանտարկությունից և աքսորից։ Վերադառնալով Թիֆլիս, Շահումյանն անմիջապես ներգրավում է քաղաքական աշխատանքներում։ Հարավային Կովկասը դառնում է հեղափոխական շարժման կենտրոններից մեկը։ Կազմակերպությունները փոքր խմբերում քարոզչությունից անցնում էին աշխատավորների շրջանում զանգվածային ագիտացիայի։ Թիֆլիս են ժամանում փորձառու կոմունիստներ, ինչպիսիք են Լուզինը, Կալինինը, Կրասինը, Ալիլույևը և ուրիշներ։ Այս ֆոնին պայքարին առավել ակտիվորեն սկսում են միանալ երիտասարդ հեղափոխականները, որոնք անցել էին Պետերբուրգի, Մոսկվայի և Ռիգայի դպրոցները։ Նրանց մեջ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում նաև երիտասարդ, սակայն քաղաքականապես հասուն Ստեփան Շահումյանը։ «1902 թվականի աշնանը նրան անսպասելիորեն հնարավորություն ընձեռնվեց վերջապես ավարտել իր կրթությունը։ Նա կրկին ընդգրկվեց նավթարդյունաբերող Մանթաշյանցի կրթաթոշակառուների ցուցակում, ինչը խոսում էր Մանթաշյանցի բնավորության մասին, ով քեն չէր պահել նրա նկատմամբ։ Սա թույլ տվեց երիտասարդ ընտանիքին, Ստեփանին, Քեթևանին ու նրանց փոքրիկ որդուն Սուրենին և Քեթևանի քրոջը մեկնել Գերմանիա։ 1902 թվականի նոյեմբերի 10-ին Ստեփանը դառնում է Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող պետական իրավունք մասնագիտությամբ։ Ընտանիքը վարձում է մի փոքրիկ բնակարան Շարլոտենբուրգում։ Կյանքը համեստ էր, գրեթե ասկետիկ, բայց նպատակասլաց։ Ստեփանի աշխատանքային օրը սկսում էր առավոտյան ժամը 6-ին և ավարտվում ուշ երեկոյան։ Նա ժամերով նստում էր համալսարանի և թագավորական գրադարաններում, ուսումնասիրելով պատմական և տնտեսական գրականություն, հաստ սև տետրի մեջ գրի առնելով ապագա աշխատանքի համար կարևոր տեղեկություններ և մտքեր։ Շահումյանը պարբերաբար ներկա էր գտնվում Բեռլինի համալսարանի առաջատար պրոֆեսորների դասախոսություններին, հետևում էր քաղաքական իրադարձություններին և հետաքրքրվում միջազգային աշխատավորական շարժմամբ։ Ոչ պակաս կարևոր չէր նաև նրա ծանոթությունը Գերմանիայում սոցիալ-դեմոկրատական շարժմանը։ Նա մասնակցում էր հանրահավաքների և հանդիպումների, լսում Լիբկնեխտի, Բեբելի և Մեհրինգի ելույթները, այցելում էր Լյուքսեմբուրգ, մասնակցում ձախ սոցիալիստների հայտնի հինգշաբթիներին։ Ժամանակակիցները նշում են, որ Շահումյանի ելույթները երբեմն պարունակում էին հուզական երանգներ, արտակուստ պարզ, բայց բովանդակությամբ խորը։ Շահումյանի կապերն ունեին ոչ միայն ընդհանուր կրթական նշանակություն, այլ նաև կարևոր դեր էին խաղում նրա ձևավորման և կայացման հարցում։ 1900-ականների սկզբին Շահումյանն արդեն հայտնվել էր միջազգային սոցիալիզմի առաջատար տեսաբանների մտավոր ուղեծրում։ 20-րդ դարի սկզբին Բեռլինը ռուսական քաղաքական արտագաղթի խոշոր կենտրոն էր, որտեղ բոլշևիկների և մենշևիկների միջև կատաղի պայքար էր ծավալվում։ Շատ ուսանողներ, քաղաքական փախստականներ ու վտարվածներ ակտիվորեն մասնակցում էին տեղի սոցիալ-դեմոկրատական խմբի գործունեությանը։ Շահումյանը հստակ և վճռական դիրք էր զբաղեցնում այս պայքարում։ Նա անվերապահորեն անցավ բոլշևիկների կողմը, պաշտպանելով Լենինի տեսակետը, հակադրվելով մենշևիկների հայացքներին։ Նա հաճախ էր մեկնում Լայպցիգ, աշխատելով կովկասյան սոցիալ-դեմոկրատների շրջանում, տարածում Լենինի գաղափարները և մասնակցում կուսակցության ծրագրի և մարտավարության քննարկումներին։ Շահումյան ընտանիքի Շարլոտենբուրգում վարձակալած սենյակը դարձավ ռուս սոցիալ-դեմոկրատների և կովկասյան ուսանողների միջև հաղորդակցության յուրօրինակ կենտրոն։ Այստեղ նրանք բանավիճում և քննարկում էին կուսակցական փաստաթղթերն ու Ռուսաստանից եկող լուրերը։ Մանուչարյանցը հիշատակում է կովկասյան սոցիալ-դեմոկրատական բեռլինյան խմբում Ստեփանի բարձր դիրքի մասին։ Բոլորն անմիջապես հիացան Շահումյանի գրավիչ անհատականությամբ։ Նա գրավիչ էր ոչ միայն որպես հասարակական գործիչ, այլ նաև իր անձնական կյանքում և հարաբերություններում։ Եվ թերևս դրա հմայքի ամենակարևոր տարրը խորը ճշմարտացիությունն էր, որն ակնհայտ էր նրա բոլոր գործողություններում, խոսքում, վարքում և շարժումներում։
Սահարաֆային Կովկասի ապագա քաղաքական առաջնորդի յուրատեսակ արհեստանոցն էր, վայր, որտեղ ձևավորվեցին ոչ միայն նրա գաղափարական, այլ նաև կազմակերպչական հմտությունները։ Այս ամենը հետագայում նրա կյանքում կկատարի հսկայական դեր։ «1903 թվականի սկզբին Ստեփան Շահումյանը Ժնևում առաջին անգամ հանդիպեց Վլադիմիր Իլիչ Լենինին։ Այս հանդիպան տպավորությունները նրան ուղեկցեցին մինչև կյանքի վերջ։ Նա պարզորեն հետաքրքրվեց Կովկասում տիրող իրավիճակով և խնդրեց իրեն տեղյակ պահել զարգացումների մասին։ Հանդիպումների ժամանակ քննարկվում էին արտասահմանում հայկական սոցիալ-դեմոկրատական խմբակի աշխատանքը և մարքսիստական գրականության հրատարակումը Կովկասի ժողովուրդների լեզուներով։ Շահումյանը դարձավ Լենինի մշտական թղթակիցը, պարբերաբար տեղեկացնելով նրան Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ 1903 թվականի ամռանը Շահումյանն ընտանիքով վերադառնում է Թիֆլիս։ Ավելի վաղ, 1903 թվականի մարտին, Թիֆլիսում անցկացվել էր Կովկասի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների առաջին համագումարը։ Այդ ժամանակ բոլորի համար պարզ էր, որ Ստեփան Շահումյանը կովկասյան հեղափոխականների փայլող աստղն էր։ Աշխատանքները արագորեն էին ընթանում։ Բրձոլա և պրոլետարիատ թերթերը միավորվում են մեկ հրատարակության մեջ՝ «Պրոլետարիատի պայքարը» անվամբ։ Այս ողջ աշխատանքը տեղի էր ունենում ոստիկանության մշտական հսկողության ներքո։ Ցարական ոստիկանությունը ուշադիր հետևում էր Շահումյանին, արձանագրելով նրա կապերը, ճանապարհորդությունները և քաղաքական գործունեությունը։ Չնայած ճնշմանը, նա շարունակեց կատարել իրեն հանձնարարված կուսակցական խնդիրները, ամրապնդելով կովկասյան սոցիալ-դեմոկրատների ու եվրոպական սոցիալիստական շարժման ներկայացուցիչների միջև առկա կապերը։ «1906 թվականի ամռանը և աշնանը Շահումյանը մի քանի անգամ այցելեց Բաքու։ Հենց այս ժամանակահատվածում քաղաքում տեղի էին ունենում կարևոր փոփոխություններ։ 1906 թվականի աշնանը հիմնադրվեց Նավթագործների միությունը, կազմակերպություն, որը միավորում էր Բաքվի նավթահանքերում աշխատող տարբեր ազգությունների մարդկանց։ Իսկ Շահումյանի և Ջափարիձեի նախաձեռնությամբ տարվա սկզբին սկսվեց հրատարակվել «Բաքինսկի Ռաբոչի» բոլշևիկյան ընդհատակյա թերթը, դառնալով տեղի հեղափոխականների ձայնը։ Շահումյանի հետաքրքրությունները սահմանափակված չէին միայն Կովկասով։ Կուսակցական պաշտոնյաների հետ հանդիպումները տեղի էին ունենում ամբողջ Եվրոպայով մեկ։ Օրինակ, իր լոնդոնյան ուղևորությունների ընթացքում Շահումյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն կուսակցական պաշտոնյաների, այլ նաև ռուսական և հայկական մշակույթի ականավոր գործիչների հետ։ Նա հատկապես ջերմ զրույց էր ունեցել Մաքսիմ Գորկու հետ։ Սա զարմանալի չէր։ Շահումյանը նախկինում Գորկու «Մի անգամ աշնանը» պատմվածքը թարգմանել էր հայերեն և առանձին գրքույկի տեսքով հրատարակել Թիֆլիսում։ Գորկին լավ գիտեր այս տարածաշրջանը։ Նա երիտասարդության տարիներին աշխատել էր Թիֆլիսում և հենց այնտեղ էլ առաջին անգամ հրատարակել էր իր «Մակար Չուդրա» պատմվածքը։ Նա կովկասցիներին համարում էր յուրային և միշտ հաճույքով էր նրանց հետ հանդիպում։ Լոնդոնում Շահումյանը շփվում էր նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, աշխատավորներից մինչև մտավորականներ, այդ թվում նա շփումներ է ունեցել Ռաֆու ընտանիքի հետ։ Լենինի հետ հերթական հանդիպումից հետո Շահումյանը Բաքու տեղափոխվելու վերջնական որոշում կայացրեց։ 1907 թվականի մայիսի 25-ին դիմում գրեց Հավլաբարի գիմնազիայից ազատվելու համար, որտեղ նա նաև հասցնում էր դասավանդել։ Իսկ հուլիսի սկզբին ընտանիքով տեղափոխվեց քաղաք, որտեղ էլ սկսեց իր մշտական քաղաքական աշխատանքը։ «20-րդ դարի սկզբին Բաքուն Կովկասում իսկական արդյունաբերական օազիս էր, նավթահանքերի, գործարանների և բազման լեզու աշխատողների քաղաք, որտեղ միասին աշխատում էին ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ և ուրիշներ։ Հենց այստեղ ժամանեց Ստեփան Շահումյանը, արդեն փորձառու բոլշևիկ, Կովկասում կուսակցական աշխատանքի մեծ փորձով։
Շահումյանը քաջ գիտակցում էր, որ պայքարի համար անհրաժեշտ էր ոչ միայն ամուր գաղափարական հենք, այլ նաև ֆինանսներ, ինչը նրան մտավորականին մղեց այդչափ ռադիկալ գործողությունների։ 1907 թվականի ամռանը նա ներգրավեց հեղափոխության ամենաաղմկոտ դրվագներից մեկում՝ Թիֆլիսի բանկի համարձակ կողոպուտին, որն իրականացրեց լեգենդար Հայ կամոն։ Շահումյանի իմացության բռնագրավել էր մոտ 250,000 ռուբլի, որը ծախսվել է Բակինսկի ռաբոչի թերթի հրատարակման և կուսակցության նյութական բազայի ամրապնդման վրա։ Այս միջոցները թույլ են տվել բոլշևիկներին գործել վճռականորեն և կազմակերպված, չնայած ոստիկանության հսկողությանն ու անընդհատ ձերբակալություններին։ Իրոք որ, նույնիսկ ձերբակալությունները չկարողացան կանգնեցնել Շահումյանին։ 1909 թվականին նա ձերբակալվեց կուսակցական գրականություն պահելու համար, սակայն ոստիկանությանը կաշառելով և ընկերների աջակցությամբ նա ազատ արձակվեց։ 1911 թվականին նրա ղեկավարությամբ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության Բաքվի կոմիտեն արդեն ուներ ավելի քան 200 անդամ։ Բաքվի ժամանակաշրջանը Շահումյանին դարձրեց հեղափոխական գործունեության իսկական վարպետ։ Նա համատեղեց ինչպես ընդհատակյա, այնպես էլ օրինական գործունեությունը, ամրապնդեց կազմակերպությունը, պատրաստեց կադրեր և առաջնորդեց աշխատավորներին։ Չնայած բոլոր հաջողություններին ու ճանաչմանը, նրա կյանքի ամենաողբերգական փուլը դեռ առջևում էր։ Տարիների քրտնաջան աշխատանքից, ձերբակալություններից և պայքարից հետո Շահումյանը բախվում է իր ամենամեծ մարտահրավերին՝ քաղաքացիական պատերազմին և քաղաքական բռնաճնշումներին։ Դառնալով Բաքվի բոլշևիկների ղեկավարը, Ստեփան Շահումյանը դարձավ կայսրության նավթային մայրաքաղաքի քաղաքական կյանքի առանցքային դերակատարը։ 1918 թվականին Բաքուն հայտնվեց քաոսի կենտրոնում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քաղաքում ընթանում էր քաղաքական և էթնիկ ուժերի միջև լարված հակամարտություններ։ Բաքվի նավթի վերահսկողության համար պայքարում էին միապետականներ, մենշևիկներ, ադրբեջանցի մուսավաթականներ, հայ դաշնակներ և բոլշևիկներ։ Հայ-ադրբեջանական բախումների սրման, թուրքական և բրիտանական զորքերի առաջխաղացման, ինչպես նաև տեղացիների ճնշման պայմաններում քաղաքը դարձավ կատաղի պայքարի թատերաբեմ։ Շահումյանը, որպես Բաքվի խորհրդի ղեկավար, այդ դժվար պայմաններում չխնայեց ոչ իրեն, ոչ էլ իր ընկերներին։ Նա կարողացավ կազմակերպել քաղաքի պաշտպանությունը, ընդունեց կարևոր քաղաքական որոշումներ, փորձելով պաշտպանել ինչպես աշխատավորներին, այնպես էլ բոլշևիկյան իշխանությունը։ 1918 թվականի սկզբին Կովկասը հայտնվեց քաոսի կենտրոնում։ Քաղաքացիական պատերազմը և ներքին հակամարտությունները սպառնում էին ոչ միայն հեղափոխությանը, այլև տեղի բնակիչների կյանքին։ Այս պայմաններում Ստեփան Շահումյանը, որ արդեն փորձառու հեղափոխական էր, հասկացավ, որ պայքարը պահանջում է ոչ միայն կազմակերպչական տաղանդ, այլև խիստ վճռականություն։ Հենց այս ժամանակահատվածում է Շահումյանի կյանքի ուղին հատվում ականավոր հայ զորավար Անդրանիկ Օզանյանի ուղու հետ։ Հայ զորավարն իր ջոկատի ու հազարավոր փախստականների հետ ուղևորվում է Նախիջևան թուրքական բանակի առաջխաղացումը կասեցնելու և մուսավաթականների հետ նրանց ուժերի հնարավոր միավորումը կանխելու համար։ Այս ճգնաժամի պայմաններում Անդրանիկը 1918 թվականի հուլիսի 14-ին ճակատագրական որոշում է կայացնում։ Նախիջևանը հայտարարել Խորհրդային Ռուսաստանի անբաժանելի մաս, հույս ունենալով ստանալ կենտրոնական խորհրդային իշխանության աջակցությունը։ Նույն օրը Անդրանիկը հաղորդագրություն է ուղարկում Ստեփան Շահումյանին։ Խնդրում եմ տեղեկացնել համապատասխան մարմիններին, որ այսօրվանից ես և իմ ջոկատը գտնվում ենք ռուսական կենտրոնական իշխանության տրամադրության և ենթակայության տակ։ Շահումյանը լինելով հայ և երդվյալ հեղափոխական, զորավարը Անդրանիկին դիմավորեց որպես իսկական ժողովրդական հերոսի։ Պատասխան հաղորդագրության մեջ Շահումյանը գրում է. «Ես ստացա ձեր հեռագիրը։ Ես ամբողջական տեքստ ուղարկել եմ Մոսկվայի կենտրոնական իշխանությանը։ Իմ կողմից ես ձեզ ողջունում եմ որպես իսկական ժողովրդական հերոսի։ Եթե Քաջազնոնին և մյուսները ձեզ նման լինեին, հայ գյուղացիությունը հիմա նման ողբերգություն չէր ապրի։ Փոխանցեք իմ ողջույնները ձեր դրոշի տակ կռվող բոլոր քաջարի զինվորներին և ամբողջ աշխատավոր բնակչությանը,
ովքեր կրկնակի տառապում են եւ թուրքական սրից, եւ իրենց ազգային առաջնորդների դավաճանությունից։ Անկախ բոլոր դժվարություններից, ես կոչ եմ անում ձեզ չխոնարհել հեղափոխական դրոշը։ Շահումյանն այդ ժամանակ չէր կարող ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանում ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում, իսկ կոմունիստական իշխանությունը դեռևս չէր հաստատվել։ Իր ուղերձում Շահումյանը նաև գրում է. «Նա հերոսական պատերազմ է մղում Քյուրդամիրի եւ Աղսուի ուղղությամբ թուրք բեական ավազակախմբերի դեմ։ Երբ մենք հաղթենք թուրքերին, խաներին ու բեյերին, վրաց իշխաններին ու հայ բուրժուազիային, այդ ժամանակ ողջ Անդրկովկասի միավորված գյուղացիներն ու աշխատավորները ընդհանուր համագումարում կհաստատեն խորհրդային իշխանություն»։ Այս տողերից պարզ երևում է, որ ազգային հերոսն ու Ստեփան Շահումյանը այդ ժամանակ ստեղծված ընդհանուր իրավիճակի վերաբերյալ ունեին միևնույն քաղաքական դիրքորոշումը։ Երկուսի համար էլ թուրքերը թշնամիներ էին։ Այդ ժամանակ Շահումյանը հայտնվեց ծայրահեղ դժվարին իրավիճակում։ Նրա գլխավորած Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը բախվում է ռեսուրսների սուր պակասի եւ թշնամական ուժերի կողմից զինված հակամարտությանը։ Նա ի վիճակի չէ ռազմական օգնություն ուղարկելու։ Միայն կես տարի անց է Ադրբեջանում խորհրդային իշխանություն հաստատվում։ Այն ինչի համար պայքարել է Շահումյանը եւ որը նրան չհաջողվեց տեսնել։ Չտեսավ նաեւ Անդրանիկը, ով հայտնվելով մեկուսացված եւ արտաքին աջակցությունից զուրկ պայմաններում, չկարողանալով ընդհանուր լեզու գտնել Հայաստանի կառավարության հետ, որոշեց ցրել իր ջոկատը Սուրբ Էջմիածնում եւ շրջանցելով Երևանը, ընդմիշտ լքել Հայաստանը։ Ստեփան Շահումյանը ապրեց գաղափարներով, պայքարով եւ ռիսկերով լի կյանք եւ զոհը դարձավ այն ժամանակաշրջանի, որին նվիրել էր իր ողջ կյանքը։ Նրա հիշատակն այսօր էլ ապրում է, իսկ նրա անցած ուղին Թիֆլիսի համեստ տղայից մինչև Կովկասի հեղափոխականների առաջնորդ կմնա մեր պատմության թեև հակասական, սակայն կարևոր էջերից մեկը։ Տարածված կարծիք կա, թե Շահումյանը կարող էր դառնալ Լենինի իրավահաջորդը, եւ որ ոչ միայն Կովկասի, այլև ռուսական պետության ամբողջ պատմությունը կարող էր այլ կերպ դասավորվել։ Այսօր հասարակությունը Շահումյանի նկատմամբ երկակի վերաբերմունք ունի։ Ոմանց համար նա թշնամի է, ազգային շահերի դավաճան, մյուսների համար հեղափոխական հերոս։ Ամեն մեկը թող մնա իր կարծիքին։ Առավել հետաքրքիր է, թե ինչ ընթացք ունենար հայոց պատմությունը, եթե Շահումյանը չզոհվեր եւ կարողանար օգնել Անդրանիկին։ 1918 թվականի սեպտեմբերի 20-ին Թուրքմենստանում Ստեփան Շահումյանը մահապատժի ենթարկվեց Բաքվի 25 այլ կոմիսարների հետ։ Նրա մահը մնում է առեղծված, իսկ նրա հուղարկավորության վայրը առ այսօր անհայտ։ Սոցիալիստ հեղափոխականներ, բրիտանացիներ, ադրբեջանցի ազգայնականներ, թե յուրայիններ, ով էր կանգնած Ստեփան Շահումյանի սպանության հետևում։ Նրա սպանության եւ նույնիսկ փրկված լինելու վերաբերյալ այսօր կան բազմաթիվ, նույնիսկ հարյուրավոր տարբեր վարկածներ, եւ դժվար է ասել, թե որն է դրանցից ճիշտ եւ որը սխալ։ Իսկ դուք ինչ եք կարծում, իրականում ովքեր են եղել կանգնած Ստեփան Շահումյանի սպանության հետևում եւ որն է եղել նրանց իրական դրդապատճառը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես իրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ եւ մինչ նոր հանդիպում։